Ադրբեջանը յուրահատուկ տերորի ձև է գտել։ Bura Amasya'nın mərkəzindəki restoran idi, aşağısı kafe idi. Հայ հասարակությանը խուճապի մատնելու կամ ինչպես իրենք են բնութագրում նախապատրաստելու հային շուտով գրկաբաց ընդունելու 300,000 ադրբեջանցիների համակեցությամբ ապրելու համար։ Ինչի մասին դեռևս 2 տարի առաջ հայտարարել էր Ալիևը, հայտնելով, որ իրենք 2024-ին դիմել են ՀՀ կառավարություն Արևմտյան Ադրբեջան վերադառնալու եւ իրենց անվտանգ ապրելու պայմաններն ապահովելու պահանջով։ Եվ ահա 2 օր է սոցցանցի հայկական տիրույթը ողողված է ադրբեջանական տեսանյութերով։ Bura Amasya'nın xəstəxanası, Vartaryan işləyirdi burada. Yaxşı xirurq var idi. Որոնք նկարահանվել են Երևանում եւ Հայաստանի մարզերում։ Դրանցում իբր տեղում զբոսնող ազերիների նոստալժիկ հիշողություններն են։ Կոչով ու հրավերով մյուս ադրբեջանցիներին են հրավիրում Երևան եւ մատուցում դրանք իբրև թե իրենց հին արևմտյան Ադրբեջանի տարածքներ։ Նկատենք այս ինֆորմացիան հարձակումն ու հոգեբանական ճնշումները վերսկսվել են հատկապես Գիրանցով քայլելով Հայաստան մտած ադրբեջանցի պատվիրակության ժամանումից հետո եւ նրանց հետ հայկական տոլերանտությունը ու մեր տեղի պաշտոնյաների քննարկումներից հետո։ Ընդգծենք, որ քաղաքասարակության անվան տակ Երևան հասած ադրբեջանական պատվիրակությունը ըստ հրապարակումների հենց ադրբեջանցիների հայկական տարածքներ վերադարձի եւ հայ հասարակության ընկալման հետ ջանքերի մասին է խոսել Երևանում։ Իդեպ չի բացառվում, որ այս ամբողջ քարոզչությունը իրականացվում է հենց Ադրբեջանից եկած քաղաքասարակության անդամների ձեռամբ։ Ինչ է մտածում այս ամենի մասին հայկական կառավարությունը, որն անգամ չի մեկնաբանել 300,000 ադրբեջանցիների իրենց ձևակերպմամբ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու եւ վերաբնակեցվելու մասին լուրը։ Դժվար չէ կռահել, առայժմ չեն ջնջվում ԱԱԾ-ի կողմից հայկական սոցցանցային տիրույթում դիտումներ հավաքող ադրբեջանցիների մասին տեսանյութերը, եւ ԱԱԾ-ն ընդամենը ցույց է տալիս իր պատրաստական տոլերանտությունն ու անհանդուրժողականությունը, ինչի մասին երազում են իշխանավորները ու ձգտում դրան։